Քարոզարշավի հետ։ Լրատվամիջոցին ես ինտերվյու չեմ։ Ինչու՞։ Անստակար։ Ինչն է պատճառը, պարոն Թևանյան։ Ձերը կուսակցական լրատվամիջոց է, ինչ պետք է։ Կուսակցական լրատվամիջոցը Հայաստանում շատ կան, պարոն Թևանյան։ Օրինակ կենտրոն հեռուստաընկերությունը կուսակցական լրատվամիջոց է։ Ձերոնք էլ թող իրենց չտան։ Լավ։ Պարոն Թևանյան, սա վերաբերմունք չէ լրագրողի նկատմամբ։ Չէ, լրագրողը չէ, լրատվամիջոցի ղեկավարության։ 7 օրը կուսակցական լրատվամիջոց է։ Բա, ինչ լրատվամիջոց։ Լավ, մենք ինտերվյու չենք տալի, խո բան չի։ Շնորհակալություն ձեզ։ Չէ, դուք ասացիք պարոն Թևանյան, որ CVKM-ին ինտերվյու Հա, որովհետև կուսակցական տալու տրամադրվածություն կարծիքներուն եք դրա համար։ Գուցե իմ անձով է պայմանավորված։ Չէ, բացարձակ։ Ձեր լրատվամիջոցին ուղղակի չեմ տալիս։ Ինչ է պատճառը, ուզում դա հասկանալ, որպեսզի գուցե շտկենք, պարոն Թևանյան։ Հայ ժողովուրդը հունիսի 7-ին կշտկի այդ պատկերը եւ ցավով եմ արձանագրում, բայց ձեր լրատվամիջոցը դրանից հետո արդեն կկորցնի իր դերն ու նշանակությունը։ Տեսեք, առաջին հարցը կարծեք թե ստացվեց։ Հա, հիմա դուք ինձ ուզում եք ասել, թե ես ինչպես պետք է ինտերվյու տամ։ Չէ, պարզապես ուզում էի պարոն Թևանյան, նախ հարցնել թե քանի տոկոսի ակնկալիք ունի ԲՀԿ-ն։ Մենք ունենք ակնկալիք քաղաքացիական պայմանագրին ռադ անելու, վռնդելու, մնացած տոկոսները հետաքրքիր չեն։ Իսկ քանի տոկոս պետք է հավաքեք, որպեսզի կարողանաք ռադ անել ինչ։ Հավաքական ընդդիմությունը պետք է հավաքի այնքան, որքան որ անհրաժեշտ է ձերոնց ռադ անելու համար։ Պարոն Թևանյան, իսկ ինչու որոշեցիք հանգրվանել պարոն Ծառուկյանի կուսակցությունում այն դեպքում, եւ ռադ անելու փորձ 21 թվականի փորձում էիք անել Ռոբերտ Քոչյանի Հայաստան դաշինքով, բայց չստացավ։ Սխալ հարցադրում եք։ Ինչն է սխալ։ Դասում եք հանգրվանել, մի խոսքով լավ ավարտեցինք հարցազրույցը, շնորհակալություն։ Ներառվել, ներգրավել պարոն Ծառուկյանի քաղաքականությունում։ Կներեք, վերաձևակերպել հարցից։ Համագործակցել պարոն Ծառուկյանի հետ։ Ձեր համառությունը ստանալ մեկնաբանություններ ստացվել է եւ ես ձեզ արդեն ասել եմ, մենք բոլոր քայլերին գնանք, որպեսզի ռադ անենք ձերոնց քաղաքացիական պայմանագրին։ Իմ հարցն էլ այն է, որ 21 թվականին փորձեցիք երկրորդ նախագահի հետ անել, չստացվեց։ Ինչ երաշխիք, որ պարոն Ծառուկյանի հետ կստացվի, հաշվի առնելով, որ նա 21 թվականին խորհրդարան անցնելու շեմ անգամ չհաղթարարեց։ Մի անհանգստացեք։ Այս անգամ Մի անհանգստացեք, իհարկե կա։ Բա ինչ թողնենք ձերոնց թուրքերին, ասենք որ կան այստեղ քաղաքականություն վարեն։ Իսկ եթե դուք անցնեք խորհրդարան եւ վերցնեք իշխանությունը, չեք բանակցելու Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Բանակցելու ենք, բայց չենք կզելու։ Ոնց որ սրանք։ Իսկ ինչպես եք բանակցել։ Բարեցես։ Ստիպելու եք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը վերանային իրենց դիրքորոշումը։ Դե արդեն դետալները։ Ինչպես եք պատկերացնում։ Ձեզ չպետք է ներկայացնեմ։ Պարոն Թևանյան, իսկ երաշխավորված խաղաղություն ասելով, ինչ նկատի ունեք, պարոն Ծառուկյանը հաճախ է չի ասում, մեկից ավելի երաշխավորներ են պետք։ Ռուսաստանին դիտարկում եք։ Բա ինչ անենք, Թուրքիային դիտարկենք, հա, ձերոնց դիտարկենք։ Իսկ գուցե Ռուսաստանին դիտարկում եք երաշխավոր, քանի որ կաշկանդված եք անմիջականորեն շփվել Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հետ։ Եվ ուզում եք, որպեսզի Ռուսաստանը միջնորդավորված Հայաստանի շահերը ներկայացնի։ Բա Ալիևը չպետք է ներկայացնի, որ ասենք անվտանգության երաշխավոր դառնա։ Մենք մեր երաշխավորը մենք ենք լինում։ Այնպես որ մի անհանգստացեք եք առ բանակցությունների կողմնակից է։ Հայաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, թե Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա, այսինքն այդ ժամանակը գա ձեզ կներկայացնի։ Դրա արդեն քարոզարշավը սկսել է, պարոն Թևանյան, դրա համար ձեր լրատվամիջոցը արդեն ահագին րոպեներ ստացավ ինձանից։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար